Ողջույն աղջիկներ ջան, այսօր մենք սկսելու ենք պատրաստել շոկոլադային թավիշ բիսկվիտ։ Բիսկվիտի համար մեզ անհրաժեշտ է 3 հատ ձու, 150 գրամ շաքարավազ, 230 գրամ ալյուր, 5 գրամ սոդա, 5 գրամ փխրեցուցիչ, 25 գրամ կակաո, 120 միլիգրամ բուսայուղ, 200 միլիգրամ կեֆիր։ Ինչ ա մեզ անհրաժեշտ։ Ձվի վրա պետք է ավելացնենք շաքարավազը և այնքան հարենք, որ լավ փրփրի։ Սկսում ենք պատրաստել։ Այնքան ենք հարում, որ ստանանք այսպիսի զանգված։ Ավելացնում ենք կեֆիրը, բուսայուղը, պետք է հարենք։ Չոր բաղադրիչները խառնում ենք իրար հետ։ Ալյուրի վրա ավելացնում ենք կակաոն, փխրեցուցիչը, սոդան, զանգվածը խառնում ենք իրար, չոր բաղադրիչները խառնում ենք թաց բաղադրիչների հետ, պետք է պարտադիր մաղով անցկացնենք ալյուրը, իսկն ոչ միայն ալյուրը, կակաոն, ռազրիխիցելը պետք է մաղով անցկացնենք։ Միքսերով հարում ենք, ավելացնում ենք մյուս մասը։ Մեզ պետք է լավ խառնել, որպեսզի ալյուրի գնդիկներ չմնան խմորի մեջ։ Ամանի կողքի հատվածում և ներքևի հատվածով լավ խառնում ենք խմորը։ Վերջ, մեր խմորը պատրաստ է։ Ջեռոցը նախօրոք տաքացրել ենք 170 աստիճան առանց կոնվեկցիա, պետք է թխենք 40 րոպե։ Խմորը պետք է թողենք 5 րոպե, նոր լցնենք ֆորմայի մեջ։ Մինչև խմորը 5 րոպե հանգստանա, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես նախապատրաստել ձևամանը։ Ուրեմն վերցնում ենք ձևամանը, մատիտի օգնությամբ կլոր շրջանակ ենք անում, անհրաժեշտ է կտրել, կտրելուց հետո վերցնում ենք ֆոլգան, այս ձևի տեղադրում ենք ֆոլգան, դնում ենք ձևամանը, ձեռքերի օգնությամբ թեթև կողքերի մասը ծալում ենք և հավաքում ենք։ Ձևամանի ներքևի հատվածը դնում ենք պերգամենտ, ձևամանի տրամագիծը 20 սանտիմետր է։ Ձևամանը դնում ենք պրոթվինի մեջ և ավելացնում ենք խմորը։ 5 րոպե թողնելուց հետո տեսնում եք ինչքան պղպջակներ են ավելացել խմորի մեջ, սկսել է արդեն սոդան և փխրեցուցիչը աշխատել։ Մեր բիսկվիտը արդեն պատրաստ է, կստուգենք փայտիկի միջոցով։ Խմորի հատիկ չմնա փայտիկի վրան, ուրեմն պատրաստ է։ Հիմա դանակի օգնությամբ մենք կողքերը թեթև կբացենք։
Հեռացնում ենք ֆոլգան կողքերից ֆորմայի։ Դանակի օգնությամբ ներքևի հատվածում նույնպես բացում ենք։ Շատ թեթև։ Եվ հեռացնում ենք ձևամանը։ Վերջ, մեր բիսկվիտը արդեն պատրաստ է։ Ես հիմա ցույց կտամ բարձրությունը, ինչքան է ստացվել։ Ուղիղ 5 սանտիմ։ Բաժանելու ենք երկու մասի բիսկվիտը։ Հաջորդ դասընթացը լինելու է, թե ինչպես ենք պատրաստելու շոկոլադնի բարխտ տորթը և ինչպես ենք զարդարելու։ Շնորհակալություն դիտելու համար։